Ավան առողջության կենտրոնը հիմնանորոգվելու վերազինվել է ժամանակակից սարքավորումներով։ Երևանի էներգոարդյունավետության ծրագրով նախատեսվում է բարեկարգել ևս 6 բուժհաստատություն, ընդգրկված է նաև 32 մանկապարտեզ։ Ընդհանուր առմամբ կհատկացվի 37.1 միլիոն եվրո։ 25 միլիոնը Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներն են, 10.1 միլիոն եվրոն կազմում են Եվրոպական միության հարևանության ներդրումային պլատֆորմի դրամաշնորհային միջոցները եւ 2 միլիոն եվրոն կազմում է Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը։ Ծրագրի ավարտը նախատեսվում է 2028 թվականի դեկտեմբերին։ Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն առաջարկում է հաջորդ տարի նախատեսվող գույքահարկի 30-ից 35%-ով ավելացումը մինչև 200 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքի դեպքում կասեցնել։ Եթե մենք օրինակ արտոնություն նախատեսենք, թեկուզ մի մարդ լինի, որ ապրում է իր պապենական տանը, կենտրոնում, ասենք, որը ժառանգել է պապից պապ, ասենք, կառուցված 1920 թվականի շենքում մարդը ապրում է, հիմա այդ գույքահարկը այդ մարդու, ես այդ մեկը հաշվել եմ, ասենք մոտավորապես ամենամինիմումը կազմելու է տարեկան 350-360 հազար դրամ։ Դուք 12750 դրամի հարց եք առաջարկում լուծել, ընդཐུպ մինչև 200 միլիոն դրամանոց գույք ունեցողի համար, այսինքն ամսական 1000 դրամի հարց։ Մենք ասում ենք սա տեսանելի բան չի այդ գույքի սեփականատիրոջ համար, բայց փոխարենը համայնքներին զրկում է հավաքական մի լուրջ ծավալի եկամտից։ Ըստ ֆինանսների փոխնախարարի 2021 թվականից կիրառված փոփոխության պատճառը հարկման բազայի ակնհայտ թերագնահատված լինելն է եղել, իսկ նախաձեռնության փուլում նախարարությունն ավելի քան 1 միլիոն գույքային միավոր է ուսումնասիրել, որի արդյունքում առաջարկել է սանդղակների հիմնավորված համակցություն, որը կհանգեցնի ունեցվածքի պրոգրեսիվ հարկման, իսկ միայնակ կենսաթոշակառուների համար համայնքապետարանը զեղչ կիրառելու հնարավորություն ունի։ Մեծամասնությունն այն կարծիքին էր, որ այս պահին գույքահարկի կասեցումը չի բարելավի իրավիճակը, հետևաբար հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին։ Ընդդիմադիր պատգամավորի հաջորդ նախագիծը ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգի փուլային ներդրման մասին էր։ Ըստ նրա պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման պահանջը, քանի դեռ չեն լուծվել մի շարք խնդիրներ։ Պատգամավորը կարծում է, որ համակարգը չի նպաստելու ստվերի կրճատմանը, ավելացնելու է վարչարարության բեռը։ Ֆիզիկական անձանց եկամուտների հաշվառման հնարավորությունը կօգնի թիրախային կիրառել սոցիալական ծրագրերը, իսկ ստվերի կրճատումը որպես հիմնական նպատակ չի դիտվել, ներկայացրել է Արման Պողոսյանը։ Ինչ վերաբերում է նպաստ եւ թոշակ ստացող քաղաքացիների հայտարարագիր ներկայացնելու ընթացակարգին, հարցը քննարկվում է։ Քննարկվում են հնարավոր լուծումներ, որպեսզի մեր հարգելի կենսաթոշակառուների եւ նպաստառուների կյանքը հնարավորինս թեթևացնենք այս առումով, եւ եթե նրանք այլ տեսակի եկամուտներ չեն ստանում, նրանց համար պարզեցված խիստ պարզեցված ընթացակարգեր լինեն։ Ընդդիմության այս նախագիծը ևս հանձնաժողովում հավանության չի արժանացել։ Լոս Անջելես 2028 համառային օլիմպիական խաղերին պատշաճ նախապատրաստվելու համար մարզիկները, մարզիչները, բժիշկներն ու մերսողներն ամսական նպաստ կստանան։ Նախաձեռնությունը Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությանն է։ Նպաստը տրամադրվելու է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 28 օգոստոսը ներառյալ։ Հատկացումների այս փորձը դեռ Տոկիո 2020-ից առաջ է ներդրվել։ Շահառուները օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքականների անդամ այն մարզիկներն են, որոնք 2024 թվականի օլիմպիական խաղերում կամ 25 թվականի աշխարհի մեծահասակների առաջնություններում գրավել են մրցանակային, ինչպես նաև 4-ից 8-րդ տեղեր, 2025 թվականի Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների աշխարհի առաջնությունում գրավել են մրցանակային տեղեր, ձեռք են բերել 2028 թվականի Լոս Անջելեսի 34-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ, աշխարհի մեծահասակների 2026, 27 կամ 28 թվականների առաջնություններում կգրավեն մրցակցային, ինչպես նաև 4-ից 8-րդ տեղեր, 2026, 27, 28 թվականների Եվրոպայի մեծահասակների առաջնություններում կամ երիտասարդների աշխարհի առաջնություններում կգրավեն մրցանակային տեղեր։ Նպաստը տրամադրվելու օլիմպիական խաղերի մինչև ավարտը եւ այստեղ եւս կարգում նշված է մի կետ, որտեղ արդեն որ մարզաձևերը վերջացնում են իրենց օլիմպիական վարկանիշային մրցաշարերը, այն մարզիկը, որը դեռ չի բերել օլիմպիական վարկանիշ, նման մարզիկներ իրենց մարզաձևերի մնացած անձերի հետ դուրս են մնում նպաստառուների ցանկից։ Մարզիկներին հարկերը ներառյալ ամսական կտրամադրվի 450 հազար դրամ նպաստ մեծահասակների գլխավոր մարզիչներին 350 հազար, երկրորդ եւ անձնական մարզիչներին, բժշկին ու մերսողին 300 հազարական դրամ։ Երիտասարդների ավագ մարզիչը կստանա 250 հազար դրամ, երկրորդ եւ անձնական մարզիչները 200 հազարական դրամ։ 2024-ի արդյունքների հիման վրա նախարարության հաշվարկներով տարեկան կհատկացվի ավելի քան 292 միլիոն դրամ, սակայն այն կարող է փոխվել կախված մարզիկների գրանցած հետագա արդյունքներից։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 2%-ով, կազմելով բարելի դիմաց $61.55։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 2.1%-ով, կազմելով բարելի դիմաց $58.32։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.2%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $2998։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 0.7%-ով եւ կազմել մեկ հատի համար $76,852։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ ապրիլի 9-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 391 դրամ 78 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 432 դրամ 41 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 56 լումա։